Համաձայն առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի 2025 թվականի նոյեմբերին 200.001 դրամ եւ ավելի աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարումներ ստացված աշխատողներից 2025 թվականի դեկտեմբերից սկսած 12 ամսվա ընթացքում պետք է պահվեն ապահովագրավճարներ։ Ընդ որում, եթե տվյալ ամսվա համար հաշվարկված գումարը չի գերազանցում 500.000 դրամը, պետք է պահվի 4.800 դրամ, 500.001 եւ ավելի դեպքում 10.800։ Փոխվել է նաեւ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքը։ 2025 թվականի դեկտեմբերի համար մինչև 200.000 դրամ աշխատավարձի դեպքում պահպանվում է գործող սանդղակը։ 200.001-ից 1 միլիոն աշխատավարձի դեպքում դրոշմանիշային վճարը դառնում է 1000 դրամ, 1 միլիոնից ավելի դեպքում 15.000 դրամ։ Նշենք, որ 2026 թվականի հունվարից մինչև 200.000 դրամ աշխատավարձի դեպքում նույնպես դրոշմանիշային վճարը կդառնա 1000 դրամ։ ՀԾ հաշվապահի նոր 907 եւ 7327 տարբերակներում կատարվել են դրոշմանիշային վճարի չափերի փոփոխությունները, իսկ ապահովագրավճարների պահումները անհրաժեշտ է կատարել ձեռքով, պահում հաստատելով։ Տարբերակը թարմացնելու համար անհրաժեշտ է օգնություն բաժնից ստուգել թարմացումները հրամանով բեռնել եւ տեղադրել թարմացումը։ Թարմացումից հետո առաջին քայլով հաշվային պլանում ավելացնենք ապահովագրավճարների հաշվառման հաշիվ։ Հաշիվը լրացնենք օրինակ 524-ի 9-ի 4։ Պետք է լրացնել այնպիսի հաշիվ, որը հաշվային պլանում դեռևս չկա։ Անվանումը նշենք կրեդիտորական պարտքեր ապահովագրավճարների գծով։ Կուտակիչը 524-ի 9։ Գրանցենք տեղեկատուն։ Աշխատավարձի ենթահամակարգից բացենք պահումներ տեղեկատուն։ Ավելացնենք։ Անվանումը լրացնենք առողջության ապահովագրավճարներ։ Մասնակցում է արձակուրդային միջինի մեջ դաշտում, ընտրենք չի մասնակցում։ Հաշիվ դաշտում լրացնենք 524-ի 9-ի 4 հաշիվը։ Այժմ բացենք աշխատանք աշխատակիցների հետ մատյանը եւ դեկտեմբեր ամսվա համար համապատասխան աշխատակիցների համար հաստատենք ապահովագրավճարների պահումը։ Ապահովագրավճար պահվում է նոյեմբեր ամսում 200.001-ից ավել աշխատավարձ եւ դրան հավասարեցված եկամուտ ստացած աշխատակիցների համար։ Տանք ավտոհավելում պահում։ Ընտրենք պահումը։ Եթե դեկտեմբեր ամսվա ավումը չի գերազանցում 500.000 դրամը, լրացնենք գումարը 4.800։ Տանք կատարել։ Գրանցենք փաստաթուղթը։ Դեկտեմբեր ամսում 500.001-ից եւ ավելի ավում ստացած աշխատակիցների համար նման ձևով պետք է հաստատել ավտոհավելում պահում, գումար դաշտում լրացնելով 10.800 դրամ։ Բացենք ընդլայնված հաշվետվությունը եւ ստուգենք։ Համակարգի հաջորդ թարմացումով կավտոմատացվեն նաեւ ապահովագրավճարների պահումները։